Վերահսկել ախորժակը։ Ես ուժեղ եմ, որովհետև վերահսկում եմ իմ հակումները և հաստատում հավասարակշռություն, ոչ թե թույլ տալիս, որ դրանք վերահսկեն ինձ։ Ա Կորինթացիների 6:12-ում ասում է. ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամենը օգուտ չէ։ Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես չպիտի մի բանի իշխանության տակ լինեմ։ Ես կխոստովանեմ, իմ մեջ հակում է առաջացել դառը շոկոլադի և սուրճի նկատմամբ։ Հետաքրքիր է, արդյոք պարբերաբար կընցականայի լավորակ դառը շոկոլադ, եթե երբեք ճաշակած չլինեի այն։ Իսկ ինչ կասեք սուրճի մասին, եթե իմ սուրճի գավաթի մեջ երբեք մեկ լիքը ճաշի գդալ բրեերի սուրճի պաղպաղակ խառնած չլինի։ Հուսահատորեն փորձելով արթուն մնալ մի առավոտ կցանկանայի մոկա-լատե, իհարկե ոչ, և չէի իմանա, թե ինչ էի բաց թողում։ Իմ մեջ չէր առաջանա հակում այս համեղ բաների նկատմամբ, բայց ինչ կլիներ, եթե թույլ տայի, որ դրանց պարգևած հաճույքը գերազանցեր առողջ սննդի նկատմամբ իմ ցանկությունը։ Ինչ կլիներ, եթե որոշեի, որ զգայական հաճույքը, որ առաջանում է դառը շոկոլադից, արթուն վիճակը, որ առաջանում է սուրճից, ավելի կարևոր լինեին, քան իմ կյանքում որևէ այլ զգացողություն։ Հավանաբար, թարմ կանաչիներով աղցաններն այլևս գրավիչ չէին լինի, որովհետև չէին առաջացնի այն զգացողությունը, ինչ դառը շոկոլադն է առաջացնում։ Միգուցե կերակուրի և խմիչքի իմ մյուս նախընտրությունները ձանձրալի և միօրինակ թվային։ Ինչ կլիներ, եթե հեռանայի իրականությունից և 2 շաբաթ գոյատևեի բացառապես շոկոլադի և սուրճի հաշվին։ Ես կլինեի երջանիկ, նիհար և արթուն, առնվազն որոշ ժամանակ, այնուհետև ամեն բան դուրս կգար հավասարակշռությունից, և ես ստիպված կլինեի կրկին վերահսկել իմ հակումները։ Ասելիքս այն է, որ մենք ենք զարգացնում մեր հակումներն ու ցանկությունները։ Ցանկացած հակում, լինի սննդի, սեռական հարաբերության, զվարճանքի կամ սոցցանցերի նկատմամբ, կարող է դառնալ այնպիսի կախվածություն, որ փոխարինի իրականությանը և հանի մեզ հավասարակշռությունից։ Դա է պատճառը, որ պետք է լինենք ուժեղ և զուսպ, ոչ թե ենթարկվենք մեր հակումներին։ Մենք ի զորու ենք ավելացնելու կամ նվազեցնելու դրանց ազդեցությունը, ըստ այն կարևորության, որ տալիս ենք դրանց։ Եկեք աղոթենք։ Երկնային Հայր, ցույց տուր, թե ինչպես գնահատեմ իմ հակումները, որպեսզի դրանք դուրս չգան հավասարակշռությունից։ Տուր իմաստություն և իմանալու, թե որքան է չափից շատ է, որպեսզի գերի չդառնամ որևիցե բանի,